Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը փոխանցում է Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը կորցրել է գլուխը մարտամեջ գրեթե դուրս չի գալիս։ Ժողովուրդը նշում է, որ ԿԲ-ի նախընտրական ցուցակում է հայտնվել նաև Վահագն Խաչատուրյանի մտերիմ Արամ Ազգալամքարյանը։ Հրապարակի փոխանցմամբ Միրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է տուժի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ժողովուրդը գրում է քննչական կոմիտեն դատարան է դիմել Արագածոտնի թեմի առաջնորդանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանի կալանքը երկարաձգելու միջնորդությամբ։ Հրապարակը նշում է, որ որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում բացասական վերաբերմունքը Շարասյունով սլացող Փաշինյանի նկատմամբ եւ անգամ միանում են քաղաքացիների որակումներին ու հայրանքներին։ Ժողովուրդը հայտնում է Նիկոլ Փաշինյանը որոշել է հրավիրել խորհրդանական ընտրությունների նախընտրական ցուցակի հավաքնորդներին եւ հարցաքննել։ Հրապարակի փոխանցմամբ երկրորդ սրոկից առաջ падգամավորներին հարցնում են, ինչպես եք վերաբերվում եկեղեցու նկատմամբ գործընթացներին Փաշինյանի պատարագներին մասնակցում եք։ Ժողովուրդը գրում է, որ մարզպետի խորհրդական դառնալուց մեկ ամիս առաջ, երբ Արամ Գրիգորյանը մեծամորի ղեկավարի խորհրդականներ ձեռք է բերել նոր անհատական բնակելի տուն,